Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վերջին հարցից սկսեմ, որը պարոն Թորոսյանը հնչեցրեց, այո, գուցե 5 չէ, բայց 4 տարի առաջ մենք ներքին գործերի նախարարությանը տվեցինք հնարավորություն օպերատիվ ծառայություն ունենա մի գործիք, որով կանխարգելման գործընթացը հանցագործությունների կդարձներ շատ ավելի էֆեկտիվ։ Մրցակցային կդարձներ ներքին գործերի օպերատիվ ծառայությունները մեկ այլ օպերատիվ ծառայություն ունեցող կառույցների հետ, որը երկրի ներսում կդարձներ ավելի էֆեկտիվ երկու կառույցների համատեղ աշխատանք։ Հիմա այդտեղ թերացել ենք, բյուջեի վրա ենք գցել, համաձայն եմ պարոն Թորոսյանի հետ, միջոցները մենք պետք է գտնենք, որտեղ հիշում եմ վարչապետի մոտ մի քննարկման ժամանակ, երբ որ մի sense մեծ թիվ ասվեց, պարոն Ֆիդանյանը կարծեմ մասնակցում էր։ Վարչապետին արժանահավատ չթվաց այդ մեծ թիվը այս համակարգ ունենալու տեսանկյունից։ Այսինքն պետք է փնտրել։ Ամբողջ աշխարհում կան այդպիսի ծառայությունների համար նախատեսված տեխնիկական միջոցներ։ Եվ դա պետք է ունենանք։ Մենք հիմա երբ որ դուք զեկույցը ներկայացնում եք, ասենց որ հետ հայացք ես գցում, նախկինում դուք փոխնախարար եք, հիմա նախարար եք, հսկայական ծրագրեր են իրականություն դարձել։ Գրավչության հետ խնդիրները լուծվել։ Մենք բարեկային ծառայություն չունենք, այսօր ունենք։ Նրանք խնդիր են լուծում եւ տարբերվում են նախկինում եղած ծառայություններից որակապես։ Մենք հենասյուների մասին ենք հիմա խոսում, որը հաստատվել է ժամանակին ծրագրերով եւ այդ հենասյուները այսօր իրականություն են։ Գվարդիան իրականություն է, կրթական համակարգ իրականություն է։ Հիմա գանք քրեական ոստիկանություն։ Համանքային ոստիկանություն, քրեական ոստիկանություն։ Այստեղ իմ կարծիքով մենք ոնց որ թե մի քիչ խնդիրներ ունենք առաջին հերթին կադրային առումով։ Ես հիշում եմ, որտեվ աշխատել եմ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ եւ օպերատիվ ծառայությունները մի պահ ամբողջ ծավալով ենթարկվել են ինձ, բացի կադրային քաղաքականությունից։ Եվ ես շատ լավ հասկանում եի, որ օպերատիվ ծառայությունները, եթե լբատ աշխատեն, դուք ոչ մի բանի չեք կարող հասնել, չեք կանխարգելի։ Հանցագործությունը կլինի հետևից վազենք։ Հանցագործին գտնելու համար, չգիտեմ, էլ ինչեր պետք է անենք։ Քրեական ոստիկանության ստեղծումը բավականին ուժեղ օրահասական խնդիր է։ Փարաքարում կրակեց գյուղամեջում մարդ սպանեց, ես չգիտեմ, այդ ավտոմատը կա թե չկա։ Ինքնաձիգը։ Բենզակը էշմեսնում, կրակեց, փախել է։ Չդես չի լինում։ Նախ կրակելու գործիքները մի հատ պետք է հաշվառենք հետ պատերազմական Հայաստանը։ Հազարներով ինքնաձիգեր չկան։ Դրանք համոզված եմ մի զգալի մասը եկել է դեպի Հայաստան։ Չենք կարող վերահսկենք, բայց դրանք գտնվում են թաքստոսներում, տներում։ Վերջերս քաղաքական գործիչներից մեկը լրատվամիջոցին տված հարցազրույցում արդարացնում էր, որ 27-ում իրավիճակ կար հասունացած։ Այնտեղ էլ են ինքնաձիգեր կրակել։ Անցկացվել են ազգային ժողով։ Ինքնաձիգերը պետք է թաքնվելու տեղ չունենան։ Այդ առումով, երբ որ դեպք եղավ Փարաքարում, ես անմիջապես արձագանքեցի եւ ձեր հետ եմ խոսել, որ քրեական ոստիկանությունը պետք է նաեւ փակ աշխատանքային քննարկում ունենանք եւ տեսնենք վիճակը ընդհանրապես ոնց է, մարզերից սկսած։ Բայց որպեսզի մարզերում մեր օպերատիվ վիճակը մենք կարողանանք վերահսկենք, մենք օպերատիվ տեղեկությունները պետք է ունենանք։ Իհարկե ազգային անվտանգության ծառայությունը ավելի մեծ հնարավորություն ունի այդ տեղեկատվությունը իրենց համար շատ ավելի հասանելի է լինում, բայց ներքին գործերի նախարարությունն է առաջին, հա, տեղ հասնողը։ Իհարկե արտաքին ծառայությունների առումով հաջողել ենք հաստատ։ Չմիարժեք։ Ծրագիրը ասելն ուրիշ է, հետո մոռանում ենք, որ նախկինում դա չկար, բայց հիմա կա։ Չկար, ծրագիր մշակվեց, արվեց, ներկայացվեց, իմիջիալից դուք որպես կանոն լավ եք ներկայացնում, բայց հետևից էլ գործն է գալ, դա էլ է շատ կարևոր, որտեղ թիմը շատ կարևոր է, ղեկավար թիմը ապագան ոնց է տեսնում։ Ապագան բնականաբար պետք է միասնական կերտվի, որտեղ ազգային ժողովը եթե չընդունի, չհասկանա օրենքների բովանդակությունը, ինքը որակյալ օրենք չի տածես։ Այդ օրենքները կիրառելը նաև կիրառելուն սովոր մարդիկ, այսինքն կրթված ոստիկանը, ինքը կարա խնդիր լուծի։ Կադրային քաղաքականությանն եմ ուզում մոտենալ, որովհետև ես շատ եմ կարևորում այդ ասված խոսքը սովորական խոսք չի։ Կադրերը որոշում են ամեն ինչ։ Լավ կադրը որոշում է ամեն ինչից էլ ամեն ինչ։ Հիմա այդ լավի առաջխաղացման մենք համակարգ ունենք։ Մենք գործի ընդունում ենք, ասում ենք պիտի կրթվես, ստուգում ենք հիմա նաև այլ բաներ ենք ստուգում, բայց առաջխաղացման համար
Օրինակ բանակում կա աստիճանակարգերով։ Սովետական բանակում սենց էր ուսումնարան, ակադեմիա, գլխավոր շտաբի ակադեմիա։ Դու չէր կարող պաշտոնի առաջխաղացում ունենալ, եթե կրթական նոր համակարգին համապատասխան քննությունը չես անցնել։ Հիմա մենք կրթական բլոկը ամբողջացրել ենք, բայց այդ աստիճանակարգերը եւ քննությունների մասը, իսկ քննություն վերցնողները պետքա լինեն բացառիկ հմտությունների տիրապետող եւ բարոյական բարձր չափորոշիչներ ունեցող ղեկավար կազմը։ Ես կարծում եմ, որ եթե ամփոփենք այսօրվա մեր ասածը, վերադառնանք քրեական ոստիկանությանը որպես կարևոր հենասյուն։ Հարց. Ինչքանով է համալրված քրեական ոստիկանությունը, ոնց է գնահատում կադրային բանկը տվյալ կառույցի, նրա որակական ցուցանիշները պրոֆեսիոնալ առումով, իհարկե քրեական ոստիկանությունը բացատրումների առումով ավելի էֆեկտիվ կլներ եւ գործիքակազմի տեսանկյունից եթե ավելացնենք նաեւ գիտեք որ քննչական մարմինները առանձնացվել են օպերատիվ ծառայություններից եւ միասնական կառույց է ստեղծվել, բայց վերջերս տեսանք մեր միասնական կառույցում վարչության պետը իր եղենապացույց փող առել ու թռել է։ Նորմալ չի, պարոն Ղարամանյան։ Չէ, իրոք նորմալ չի, ո՞ց նորմալ է։ Բա մենք նպատակ էինք դրել, չէ՞։ Ինչից ինչի գնանք։ Հարցը չի։ Հիմա ուզում եմ ասեմ, որ այստեղ կառուցվածքային ես չեմ ասում։ Իհարկե այդ համասան կառույցները կքննեն, կնայեն, բայց դա էլ խոսում է այն մասին, բոլոր ուժային կառույցները պետք է ունենան իրանց վերահսկողության ներքին համակարգերը։ Որտեղ պատական մարդը ոնց հասնի վարչության պետ եւ զբաղվի խարդախությամբ։ Խարդախության համակարգը վերացրել ենք, քնել են, պահկվել են։ Հիմա գլուխ են բարձրացնում։ Խարդախները հիմա համախմբվելու են եւ շորերը փոխեն, փաստաբանի տեսքով գնան միջնորդություններ անեն, ստեղից այնտեղ գործազողներ բացառելա պետք դետ ամենը, պրոֆիդանյան։ Այդ բացառելու համար պետքա ամեն ինչ տեսնել։ Տեսնելու համար գործիքները պետքա ավելացնել։ Գործիքները կառավարելու համար պետքա կրթություն եւ որակյալ մասնագետներ։ Որակյալ մասնագետը պետքա իր առաջխաղացումը իր ծառայության ընթացքում ձեռք բերի, իսկ թոշակի գնալուց նա պետքա պետության կողմից լինի շատ արտոնյալ։ Բոլոր աշխարհում բոլոր ուժային կառույցները եւ ավելի շատ թոշակ են ստանում թոշակավորից, քան թե ծառայության ընթացքում իրենց աշխատավարձ։ Մենք հիմա բանակի մասին էլ ենք խոսում, որ զինվորականը Վահագ Ալեքսանյան այդ հարցը դրեց, որտեղ տեսնում ենք, որ հաջողում են այն երկրները, որոնք գնահատում են ծառայություն անցած մարդուն։ Եթե ինքը ծառայությունը պատվով անցել է, ծառայությունից զորացրվելուց հետո ինքը պետքա պետության աչքին լինի մի աստիճան ավելի պուպուշ, լավը, որտեղ ինքը խնդիր է լուծել, ինքը ծառայության ընթացքում խնդիր է լուծել։ Հիմա այդ գրավչությունը լուծելու համար այդ ամբողջն այ ոստիկանությանն է վերաբերում։ Եվ ոչ միայն ոստիկանության, մեր ուժային բոլոր կառույցներին։ Եկեք քրեական ոստիկանության նկատմամբ լինենք ուշադրությունը բարձրացնենք զենքի հետ կապված խնդիրներին հարվածային, իհարկե, պարոն Թորոսյանի ասած ճանապարհային երթևեկությանը վերաբերող հարցերը դրանք կլուծենք, որտեվ երբ որ գնում ես լայն փողոցներ ունեցող քաղաքներ, այնտեղ վթարել չկա, մեքենա էլ չկա։ Բոլորը ստվերի պես անհետացել են։ Հեծանի մենք շուն ոտքով են քայլում, այսինքն մշակութային բան է անցել։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Հիմա մեր ճանապարհները մենք նեղացրել ենք։ Ավտոբուսը ասում ենք ոնց գնա։ Ֆրանսիացիները ձևք թե մեջտեղով են գնում, ճիշտ է։ Մեր ավտոբուսները քանի որ կողերից որ գնում են խնդրեմա, որտեվ կարող է մեկը մի հատ ախմախ փագած լինի։ Կանգնացնի բանալին դնի դա։ Բայց մեջտեղում գցել են ձև ավտոբուսը պետք է անխափան գնա, իսկ եթե տրանսպորտը անխափան աշխատեց, ով է գժվե գնա խցանումներ մեջ։ Ավտոն թողի տանը տրանսպորտով կեթերը գործ տվի։ Սրանք հարցեր են, որ մենք լուծումներ տալով պետք է գնանք։ Բարդ խնդիրներ են, որտեղ միայն մեկ կառույցի չի։ Ոստիկանությունը ուժային է։ Ուժային բոլոր ոստիկանությունից պահանջում են ուժային լուծում։ Թմրան մոլա գնացեք տվեք սպանեք։ Չէ, բայց մինչև սպանելը դա մարդ է։ Այդ մարդուն բուժել է պետք, այդ մարդուն օգնել է պետք։ Բայց մենք ոնց որ թե ռազմավարության մեջ ճիշտ լուծում գտանք։ Նախ թմրամիջոցը պետքա այստեղ չստեղծվի, իսկ Հայաստան պետքա չկարանա մտնի։ Այստեղ էլ են ստեղծում, ինչ որ էլեմենտներ բերում են, ինչ որ տաներում նստած անում են, հետո ինչ որ մարդիկ TikTok-երով բանով հասցեներն ասում են, մեկ էլ գնաց վերցրեց վերջ։ Կործանված ճակատագիր, ծնող, ընտանիք։
Այս քրեական ոստիկանության էլի տիրույթ եմ գալիս։ Եկեք քրեական ոստիկանությանը, եթե թեր ձևավորված է, որակյալ ձևավորման խնդիր դնենք, եւ որակյալ ձևավորման հետ մեկտեղ նաեւ լրացուցիչ հնարավորություն տանք, օր առաջ իմանալու թե կողքի տանը ով ինչ է մտածում հանցագործություն անելու համար։ Դա օպերատիվ աշխատանք։ Ես սա ելույթի վերացրեց ինչ որտեղ, բայց իմ հարցերը էլի վերաբերում են քրեական ոստիկանությունը զենքին եւ մի հարց էլ պատասխանեք նոր ստեղծված էկո բարեկտների ինստիտուտ է ստեղծված, զինված էլի բան ոստիկանության եւ բնապահպանական ոստիկանության կառույցների համատեղ աշխատանքի հետ կապված ինչ որ ավանդույթներ արդեն ձևավորվել են, թե էլի ոստիկանությունը պետք է ուշադիր լինի, այնտեղ հանգար զենքը ոչ ապօրինի չկրակի եւ ոչ միայն կենթանու վրա չկրակի, այլ նաեւ մարդկանց վրա չկրակի, խնդրեմ։